Ողջույն հարգելի առուսներ, սա ձեր կանխատեսումն է ֆինանսական 2026 թվականի համար։ Կանխատեսումը կարող եք նայել և արևային, և լուսնային, և ասցենդենտի նշանով բնականաբար։ Օրինակ ես նայում եմ իմ լուսնային նշանով, որպես առյուծ։ Նաև մեկնաբանություններում կգրեմ ժամերը, բոլոր ամիսների, գուցե տարվա ընթացքում որոշում եք հետ վերադառնալ, նայել, թե տեսնել ինչ է ձեզ սպասվում, կամ նաև հետևել, թե ճիշտ էր արդյոք ամեն ինչ ճիշտ անցավ, թե ոչ։ Ինչպես անցավ, ինչպես կարողացաք անցնել այդ ամիսը։ Եվ իհարկե խումբ է բացվել, արդեն խոսել եմ այդ մասին բավական շատ, միգուցե նաև առանձին առույցներ են դիտում։ Խումբ է բացվել Facebook-ում, WhatsApp-ում և Telegram-ում։ Այդ խումբը վճարովի է, 1 տարվա համար եք վճարում, ավելի շատ լինելու է այնտեղ լուսնայինը ամբողջ տարվա համար, որ անընդհատ չսպասեք, թե երբ է լինելու, օրինակ իմանաք, թե 6 ամիս հետո ինչ է լինելու։ Գիրք էի ուզում անել, բայց գիրքը մի փոքր ավելի ուշ կլինի, դա ընկնում է բավականին ուշ, դրա համար որոշեցի ավելի լավ է 2027 թվականից կլինի գիրքը, իսկ հիմա 1 տարվա համար լինի ընդամենը այդպես, որ խմբային, ինձ թվում է տարբերություն չկա, ովքեր որ սիրում են լսել, կարող են նաև լսել ընդամենը, որովհետև տեսանյութերի տեսքով էր կլինի։ Այսքանը և իհարկե արդեն անցնենք կանխատեսմանը, ինչ-որ մի բան եք սկսելու այս տարի, փոքր որևիցե մի բանը, որը կարող եք սկսել այս տարվա ընթացքում։ Տեսնենք ինչ է սպասվում, ինչ ֆինանսական վիճակներ եք ունենալու, հեռախոսս ինքն իրան արդեն բավականին քիչ ազայրդ կա վերցնում, չգիտեմ ինչու, արդեն անջատվում էր։ Կամ գիշերը լավ չի վերցրել, համար այստեղ կողքս է միացրած, ձեռքս կպնում է ձերը դշտիկին, լարին, ահա։ Ընդհանուր վիճակը ֆինանսական 2026 թվականի, ինչ էլ որ լինի ամիսների ընթացքում, պետք է հասկանալ, որ ընդհանուր վիճակը, երբ որ ընկնում է, դա նշանակում է, որ ինչ-որ փոփոխություններ այն տեղի կունենա։ Ընդհանուր վիճակը ֆինանսական 2026 թվականի առույցների համար։ Եվ մի փոքր կարելի է խառնել նաև ընդհանուր 12 ամիսների համար, ինչ է սպասվում առույցներին ֆինանսապես։ Ամբողջ ամիսներն են, որ անընդհատ չկրկնեմ, այստեղ ապրիլ, ինձ թվում է երևում է գրվածը, կարող եք նայել, մոտեցնել էկրանը։ Կարող եք այս պահերը առաջ տալ, եթե ձանձրանում եք։ Ահա։ Եվ նայենք նաև երկրորդ քարտով, որովհետև մի քարտը շատ քիչ է, 1 ամսվա համար։ Ոնց որ սա հավելյալ պատասխան է, թե ինչ է լինելու հետո։ Ինչ է սպասվում առույցներին ֆինանսապես 2026 թվականի ընդհանուր ֆոնը։ Եվս բոլոր ամիսների համար։ Եթե վատ քարտեր են, մի նեղվեք, դուք ամեն ինչ կարող եք ուղղել, մարդու ձեռքում է իր կյանքը։ Սա զգուշացումներ են ընդհանրապես, որ կարող է այսպես լինել եւ դուք եք որոշում ինչպես ուղղել ձեր ֆինանսական վիճակը։ Դե որ չաշխատեք, բնական է ֆինանսական վիճակը վատանում է։ Եթե ուժ չներդնեք, բնականաբար էլի վատանում է, այնպես որ ամեն ինչը մարդու ձեռքում է։ Տեսնենք ընդհանուր ֆոնը։ Ընդհանուր ֆոնը հիանալի է։ Այստեղ հիանալի քարտ է։ Ճիշտ է, ամենամեծը չի, բայց ինքը թագավորն է, ֆինանսների թագավորն է, այդպես կարելի ասել, եւ դա նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում ձեր ֆինանսական վիճակը հիանալի կլինի,
կկարողանաք ճիշտ կառավարել ամենակարևորը ձեր գումարները։ Շատ գումար կլինի եւ կկարողանաք դուք այդ գումարներից գլուխ անել, կառավարել դա։ Այնպես որ հիանալի է եւ ընտրություն ուղղակի կարող եք կատարել ինչ որ գործերի միջև, որևիցե ֆինանսական եկամուտների միջև, սա անեք, նա անեք, ոնց որ այս եկամուտը պահպանեք, թե մյուսը ինչ գումարներ է գալիս, ոնց որ հարկ է պահել այս մի աշխատանքը, թե ոչ, քիչ է գումարները եւ մտածեք, որ այդ գործը ուղղակի հարկավոր չի անել։ Ամենայն դեպս այդ քարտը նշանակում է հարստություն, ֆինանսական կայուն վիճակ, ներդրումներ, նաև ներդրումային հմտություններ, որ դուք ունեք այդ հմտությունները ներդրում կատարելու համար, նաև ֆինանսապես մարդը անվտանգ է, որ ասում է բարձիկ ունեք, անվտանգ է ձեր ֆինանսական վիճակը։ Դա եւ իհարկե արդեն նշեցի, ընտրության առջև եք կանգնած լինելու, միգուցե ներդրում անեք, չանեք, ինչ որ մի քանի եկամտի աղբյուրներ կարող եք ունենալ ամբողջ տարվա ընթացքում, տարբեր ֆինանսական ներդրումներ կամ որ տարբեր ֆինանսական գործողություններ իրականացնեք, լրացուցիչ նաև կեսդրույքով աշխատանք է դա կողքից, նաև անհրաժեշտ է նախ ընտրել, թե որտեղ պետք է ծախսել գումարը, միշտ ապեք գումար ծախսելու համար։ Եվ եթե գումար եք ակնկալում, որ պետք է ստանաք, ապա այդ գումարը կարող է լինել մաս-մաս, ոչ ամբողջությամբ։ Նաև ռիսկի կարող եք դիմել, սա նաև եւս էլի ձեզ զգուշացնում է ռիսկի դիմելուց առաջ մտածեք երկար, ճիշտ չափեք ձևեք, հետո նոր։ Պետք է եւ այդ որոշումը կազդի ձեր ապագայի վրա։ Տեսնենք հունվարը։ Ընդհանրապես տուզերը ինձ համար, կապ չունի թե ինքը ինչ տուզ է, ինձ համար դա մարդը ոնց որ հստակ տեսնում է իր ապագան, հստակ գիտի իրեն ինչ է հարկավոր, հստակ որոշում է կայացնում, դա ամենաբարձր քարտն է։ Եվ յուրաքանչյուր ֆինանսական որոշում կայացնելուց դա բերում է ձեզ ֆինանսական վիճակի բարելավում։ Իհարկե հունվար ամսի մասին է դա խոսքը։ Նոր ֆինանսական տեղեկատվություն կարող եք ստանալ։ Իդեպ նաև կարող եք ձեր գումարները ծախսել որևիցե տեսնում եք ճիշտ է։ Եվ իհարկե այստեղ այգի քարտն է, որը եւս այս քարտի հետ մեկտեղ եւս խորհրդանշում է մեծ հարստություն, նաև սա ինչ որ մեկի հետ համատեղ նախագիծ, դա կարող է հասարակական գործիչ է կամ մեկ այլ մարդ է։ Դա նաև ընտանեկան բյուջեն է, որը ավելանում է կամ համաֆինանսավորվում է, նաև ռեսուրսների բաշխում ձեր աշխատակիցների միջև, եթե ունեք աշխատակիցներ։ Դա բարգավաճում է, բարեկեցություն է, նյութական ապահովություն է, մրցանակ է, որը կարող եք շահել հունվար ամսին, նաև սա ապահովագրական որևիցե գումար է, որը կարող են ձեզ վերադարձնել կամ ինչ որ սոցիալական ապահովագրություն է, ինչ որ մի բան է, որը գումարներ է գալիս։ Դա նաև նշանակում է գումար ծախսել որևիցե առիթի վրա, առիթից գումար վաստակել, այդպես եթե հարսանիք է եւ այլն, այնտեղից կարող է գումարներ գալ, սա նաեւ հասարակական կյանքն է, որ կարող եք նաեւ ցույց տալ ձեր ֆինանսական կայուն վիճակը։ Տեսնենք փետրվարը, ինչ է ասում ձեզ, փետրվարը եւս հիանալի քարտեր են, հեսա առաջ է շարժվում, ամենակարևոր քարտն է, առաջ խաղացման քարտն է, որով մարդը առաջ է շարժվում եւ կանգնացնող այնտեղ ոչինչ չկա։ Սա նշանակում է վճռական դուք գործեք ինչ որ մի գործ անելու համար, միգուցե գումարը արդեն նորմալ կա եւ դուք ավելի ուրիշ կերպ կկարողանաք ապրել, վարել ձեր կյանքը։ Նաև նոր հնարավորություններ են սրանք նոր գործեր սկսելու համար, միգուցե բիզնես եք որոշում սկսեք։ Սա նաև լավ ինչ-որ մի պահ է, որ լավ բաներ են, որը որ կարող է ձեզ հետ կատարվել, ինչ-որ մի պահ դա կարող է փոխել ձեր կյանքը։
Որտեվ սա ինքը մեկ այլ քարտերում այսպես հստակ թրեր են գալիս, հա, փայտեր են գալիս, դա շատ լավ քարտ է ընդհանրապես ֆինանսների հետ կապված, նաև աշխատանքի հետ կապված։ Մարդը ոնց որ գլխիկոր գնում է եւ անում է ինչ որ ուզում է։ Նա փոփոխություններ, որոնք որ արագ տեղի կունենան, ֆինանսական փոփոխություններ են սրանք ձեզ համար։ Պետք է պատրաստ լինեք ուղղակի նոր փոփոխություններին։ Եվ իհարկե նավն էլ հենց ասում է, որ ձեր գործերը առաջ կտանեք, ոչ մի խոչընդոտներ չկան, որպեսզի խանգարի, հա, նավին, որ առաջ գնաք։ Նաև դա կարող է լինել գումար փոխանցել մեկ այլ երկիր, նաև վճարման որևիցե փուլ, որ պետք է վճարեք, միգուցե ինչ-որ վարկ եք վերցնում այդ ժամանակ կամ ինչ-որ պահեր են, որ հստակ պետք է վճարման ժամկետ ունեք եւ այդ ժամկետին պետք է վճարեք։ Դա նաև ճանապարհորդության համար է գումար ծախսել, որ կարող եք գնալ հանգստանալ օրինակ փետրվարին եւ գումար ծախսել։ Եթե առևտուր եք անում, այդ առևտրից եկամուտներ կստանաք, գումար կգա, գումար նաև կխնայեք այս ամիս, դա նաև դրսից գումար ուղարկելն է կամ դուք կարող եք ուղարկել գումար որևէ մեկին փոխանցում, հա, ինչ որ ժառանգություն նաև այդ ամեն ինչը իրար մեջ է։ Նաև սա արտասահմանում կարող է ինչ որ գործ եք դնում, հա, կարող է այս փայտերը, որ կան, դրանք կարող է ուղում եք ոնց որ ներդրումներ եք անում, օրինակ տարբեր երկրներում, դա կախված է ձեր հնարավորություններից։ Դե կարող է այստեղ կամ ուղարկում եք տարբեր երկրներ, օրինակ ձեր ապրանքները։ Գործ եք անում եւ ուղարկում եք այդ ապրանքները տարբեր երկրներ։ Կամ այնտեղ եք ինչ որ գործ սկսում բացել եւ այսպես ապրանքներ ուղարկում եք այնտեղ, որ վաճառեն։ Դա ֆինանսական հորիզոնների ընդլայնում է, ներդրումներ եւ այլն։ Ոմանք է կարող է մեքենա են ձեռք բերում, մեքենայի մեջ եք գումար ծախսում կամ վերանորոգման հետ է կապված, ինչ որ շարժական գույք, մոտո, մեքենա եւ այլն։ Ինչ որ կամ գուցե աշխատանքային մեքենա եք գնում, մեծ մեքենա եք գնում, ուազ եք գնում, չգիտեմ, այնտեղ այգեգործության համար որևիցե մեքենա եք գնում, որը ձեր գործերը առաջ կտանի։ Ավելի արագ կանեք ոնց որ, թե հիմա սպասում եք ինչ-որ միտեղ կամ ոտով գնաք կամ չգիտեմ որտեղ, ոնց որ ավելի արագացնում եք։ Հիանալի են, դեռևս ամեն ինչ հիանալի է, մարտ ամիսը եւս էլի մեկը մյուսից հիանալի է։ Հետաքրքիր է։ Մեկը մյուսից իրոք հիանալի քարտեր են։ Այստեղ քարտը justice, հա, նշանակում է արդարություն, հա, արդարության քարտն է սա եւ նշանակում է ֆինանսական հարցերում ֆինանսական որոշումների եւ գործարքների նկատմամբ արդար լուծում, արդար մոտեցում իհարկե յուրաքանչյուր հարցում։ Նաեւ սա կարող է ֆինանսական որևիցե պահեր են, որը օրինակ գուցե դատական գործընթացներ ունեք եւ այլն, սա ամենայն դեպս որ ընկնում է, դա նշանակում է հենց արդարությունը ձեր կողմից է։ Նաեւ աշխատում եք այնքան, որքան վաստակում եք, այլ ոչ գերաշխատանք է, ոչ գերվաստակ է, այդպես կարելի ասել։ Ինչ չափով աշխատում եք, ջանքեր եք գործադրում, այդքան է գումար եք ստանում։ Ամեն ինչ արդարացի է, ամեն ինչ արդար է, ոչ մի բան, ամեն ինչը բալանսավորված է։ Եթե ասում եմ ոչինչ չեք անի այդ ամիս, ուրեմն գումար չեք աշխատի։ Եթե կանեք, ուրեմն, հա, եթե աշխատեք, ուրեմն բնականաբար ոնց ասում են, ձեզ պարգև է նաև գալու։ Եվ այդ կինը նաև կարող է լինել, եթե ինչ-որ դատական գործընթացներ կամ ֆինանսների հետ կապված, կարող է այդ կինն է ցույց տալիս, նաև հաշվապահը, նաև գործընկեր կարող է լինել, ձեր ժառանգորդը, որ գումար պետք է թողնեք, այստեղ կարող է արդարացիորեն բաժանում եք բոլորի միջև ձեր ունեցվածքը։ Նաև դա ձեր մենեջերը կարող է լինել, ով որ գնահատում է, հա, կգնահատի նաև ձեր աշխատանքը, դուք ինչ եք անում եւ ինչպես եք անում։ Ավելի արդար ձևով, ոչ թե գնայի այս մեկը լավն է, այս մեկը վատն է, կամ այս մեկին սիրում է, այս մեկին չի սիրում, ոնց որ ինքը հենց արդարացիորեն կգնահատի ձեր աշխատանքը։
Ամենայն դեպս ինչ որ կինը, ով որ ինչ որ դեր ունի գումարների հետ կապված։ Միգուցե գումար եք ուզում, միգուցե ինքն է գումար ուզում, միգուցե արդարացի ինչ որ պահեր կան ֆինանսական հարցերում եւ ինքը գալիս եւ որոշում է կայացնում, միգուցե սկեսուրն է կողմ ընտանիքում, խոսակցություններ կան, ով ինչքան է ծախսում, ինչ է անում եւ այդ կինը ոնց որ կարգավորում է այդ ամենը։ Ամենայն դեպս ֆինանսական ոչ մի ես խնդիր չեմ տեսնում, բացարձակապես եւ այստեղ նույնպես չեմ տեսնում։ Ապրիլ ամսին եւս ֆինանսական ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եվ այս քարտը ոնց որ կախարդի քարտն է, համ մագի քարտն է, մոգի քարտն է, այդպես է նշանակում, ու մարդը կարողանում է ճիշտ օգտագործել իր ֆինանսական ռեսուրսները, ճիշտ է կարողանում որոշումներ կայացնել գումարային, ճիշտ է ծախսում գումարները, ոչ մի ավելորդը իրեն թույլ չի տալիս, եւ այն որ ասում է գուցե կախարդություն է անում նաեւ իր ֆինանսները վաստակելու համար։ Համենայն դեպս ճիշտ կառավարելու ունակություն է սա ցույց տալիս։ Մարդը ավելորդ ոչինչ չեք անի այդ ժամանակ, անգամ այստեղ կայունություն է տալիս ձեր գործերում, ձեր ամեն ինչում, հա, որ ձեզ մոտ կա։ Ֆինանսական կայունություն է, որովհետև դուք ճիշտ եք կարողանում օգտագործել այն։ Ֆինանսներից բացարձակապես այստեղ նեղվածություն չկա, եկամուտ կա, երկարաժամկետ ներդրումներ, ավանդ, նաև ապահովագրություն է սա կարող է, ձեր կյանքն եք ապահովագրում, բնակարանը, տունը, հա, ինչ որ մի բանն եք ապահովագրում։ Նաև այստեղ եթե ինչ որ մի գործունեություն եք ուզում անել, ապա այն ինչ որ ձեզ համար արդեն կա, դուք գիտեք, որ սա անելով ճիշտ եք անում, գումար եք վաստակում, ապա հենց այդպես պետք է անեք։ Մի փոխեք ոչ մի ռազմավարություն, ինչպես որ վաստակում եք, այդպես է շարունակեք ձեր գործունեությունը։ Նաև սա կայուն եւ հաստատուն եկամուտներ են, որոնք որ կմտնի ձեր տուն, նաև ոնց ասում է խրախուսող ֆինանսական վիճակ, հուսալի ֆինանսական դիրք, բնականաբար մագի հետ միասին մարդը բարձր դիրքում է ընդհանրապես ինքը այդպես է, հա, մագ իրան քիթը բարձր ման է գալիս։ Երկարաժամկետ ներդրումներ է սա, ամուր ֆինանսական հիմք է սա, հետագա բարեկեցության համար, ռիսկային որոշումներ են, որը որ էլի ձեզ կայունություն է տալու, ֆինանսական խնդիրներ այստեղ չկան։ Եվ լուրջ մոտեցում է ձեզ մոտ, հա, գումարային առումով։ Այստեղ մի քանի, հա, կան, որ իրենք նայեք 4 բարձր քարտեր կան, որոնք որ ձեզ ասում են, որ դուք ճիշտ եք կարողանում ծախսել ձեր գումարները, դրա համար ֆինանսական նեղություն չեք կրելու, ամենայն դեպս մինչև ապրիլ։ Տեսնենք մայիսը, նայեք էլի եւս բարձր քարտ, ինքը կամ թագուհի է, կամ թագավոր է, կամ արդարություն է, կամ մագ է, մագը եւս էլի, հա, իրենց հավասար է, քիթը ցցած ինչ որ մեկն է, ով որ իր ասացի տերն է, այդպես։ Եվ հիմա եւս այստեղ գումարի թագուհին է։ Դուք ձեզ իրոք թագուհի եք զգալու այդ ժամանակահատվածում, մայիս ամսին։ Դե իրանք ամուսիններ են։ Ինքը թագավորն է, ինքը թագուհին է։ Նայեք ինքը ամբողջությամբ նույնն է այստեղ։ Եվ սա եւս նշանակում է, որ դուք ճիշտ եք կառավարում ձեր գումարները, դուք ֆինանսապես ապահովված եք, կայուն եք, առատաձեռն նաև կլինեք, գումարի առատություն, աճ, բացարձակապես ոչ մի խնդիր, նաև աստղն էլ հենց դա է ասում, որ աստղի նման կարող եք փայլել ֆինանսապես։ Մարդիկ ձեզ տեսնեն, որ դուք գումար շատ ունեք, դուք խնդիր բացարձակ չունեք եւ կարողանում եք աչուձախ ճիշտ ծախսել։ Իսկ այստեղ ոնց որ ասում են, եթե դուք նստեք, չաշխատեք, բնականաբար գումար չեք ունենա, այստեղ ինչ որ բաներ մարտ ամսից սկսած ձեզանից է նաև կախված։ Եվ իհարկե այդ ամիսը հաջողություն կունենաք ոչ ավանդական միջոցով աշխատելու, շահույթ նաև ստեղծագործական նախագծերից, այնտեղ կարող է լինել կարել, գործել, ինչ որ մի բանը ստեղծագործել, նկարել եւ այլն, այնպիսի մի բաներ են, որ ձեռքի աշխատանք է, հորինում եք ինչ որ մի բան, ստեղծում եք ինչ որ մի բան, հա, դրանով կարող եք դուք գումար վաստակել։ Նաև ռիսկային ներդրումներ, նաև նոր բաներ անելուց կարող եք գումար վաստակել այդ ժամանակ։ Եվ արդեն ձեր ֆինանսական այդ նպատակները ավելի ռեալ կլինեն եւ ոնց որ ապագան կտեսնեք, թե ինչ եք
Ինչ եք ընդհանրապես ուզում դուք։ Ձեր ֆինանսական վիճակի մասին բացարձակապես անհանգստանալու կարիք չկա, պատճառ չունեք, ամեն ինչ հավասարակշռված է, աստղ եք, փայլելու եք, շատ լավ մտածված ծրագիր է, որը կարող եք իրականացնել այդ ամսին, նպատակներին հասնել, նույնպես ֆինանսական անկախ վիճակ է նաև, եւ այստեղ կարող եք գումար եք ուղարկում օտար երկիր կամ իրենք են գումար ուղարկում, ինքնուց նաև օտար երկրում է սա տեղի ունենում, այն ինչը որ կա, ովքեր որ ապրում են, նաև կարող է այնտեղ է տեղի ունենում ձեզ մոտ։ Եկ կարող է ինչ-որ բաներ են, օտար երկրի հետ, դրսի հետ։ Սա նաև չի բացառվում, որ վիզա նաև լինի, որտեղ եւս էլի կամ գումար եք ցույց տալու կամ իրանք ինչ-որ մի բան է, այստեղ էլի ֆինանսների հետ կապված։ Տեսնենք հաջորդ ամիսը, հունիսը եւս։ Նայեք ինչքան մեծ քարտեր են, բարձր քարտեր են հլևորը։ Դե շարունակությունը ունենք, բայց միևնույն է, ես ինչ ասեմ, ինչ չասեմ, միևնույն է, արդեն քարտերը տեղադրված են, նոր չեմ հանելու, որ նավսեմ, այդպես կարելի ասել։ Ամենայն դեպս եւս էլի սա բարձր քարտ է, էլի նույն բաները պետք է ասեմ, ոչ մի ինչ-որ ավելորդ բաներ չունեմ ասելու, որովհետեւ եւ թագուհին եւ թագավորը եւ իմպերատորը, նույն բանն են այստեղ նշանակում, նույն դիրքն են, ինչ կարող ես ասել։ Ոնց որ ճիշտ եք ծախսում ձեր գումարները եւ այդպիսով էլ դուք ունենում եք շատ գումարներ։ Մարդը ինչքան ճիշտ է ծախսում իր գումարները, բնականաբար այնքան շատ նորմալ է իր ֆինանսական վիճակը, եթե մարդը աչուձախ ծախսի, բնականաբար եւ գումար էլ չի ունենա։ Սա նույնպես ցույց է տալիս, որ դուք ֆինանսապես ապահովված եք լինելու, նա նաև կարող է բիզնես է նշանակում։ Այստեղ բիզնես է կարող է եւ այստեղ եւս բիզնես է անում, բիզնեսը ոնց որ դուք ձեր դիրքում եք։ Եվ այդ բիզնեսը ճիշտ եք կառավարում, միգուցե դա է։ Եթե բիզնես չունեք, միգուցե սա ասում եմ, ձեզ պետք է բիզնես ունենաք, որովհետեւ այստեղ քարտերը դա են ցույց տալիս, որ դուք պետք է ինչ-որ դիրքում լինեք եւ ֆինանսապես ապահովված։ Այսինքն դուք ինչ-որ մի բանի տեր եք, որ ձեզ էլի գումարներ է շատ բերում։ Ընդհանրապես ճիշտ կառավարում է սա նշանակում նյութական բարեկեցություն, հաջողություն ֆինանսապես, ոչ մի ինչ-որ հարցեր այստեղ խնդիրներ չկան։ Իսկ արդեն դե թռչունը գիտեք, որ դա շփում է, միգուցե քննարկում եք, միգուցե ընտանիքի անդամներով եք քննարկում, թե որտեղ ինչ-որ ներդրում անեք, ինչպես վարվեք գումարի հետ, միգուցե այստեղ ժառանգություն եք ստացել եւ մտածում եք ինչպես կարելի այն ծախսել, որ ճիշտ լինի, կամ որտեղ ներդնել, որ այն ճիշտ լինի եւ ճիշտ գումարներ բերի ձեզ։ Մի փոքր սա նաեւ անհանգստություն է, միգուցե արդեն այս դեպքում կարող է գումարները կորցնելու անհանգստությունը ավելի շատ, քան ինչ որ խնդիր է։ Դա այստեղ խնդիրներ ես չեմ տեսնում բացարձակ։ Դա կարիերայի հետ կարող է կապված լինել ավելի շատ խնդիրները, անհանգստություն աշխատանքի եւ այլնի համար, բայց ոնց որ դուք արդեն ձեր դիրքում եք եւ եթե ճիշտ կարողանաք ծախսել ձեր գումարները, դուք երբեք խնդիրներ չեք ունենա ֆինանսական։ Սա նաև ինչ-որ փոքր եկամուտ է, որը կարող է լինել ֆոնդային շուկա, ֆինանսական, հնարավոր է նաև այստեղ այդ ամիս մեկ շատ գա, մեկ քիչ գա, այդպես կարող է նաև լինել գումարները։ Գումարը կարող է գալ եւ գնալ, այդպես։ Նաև փոքր գումարներ կարող են գալ, բայց ամենայն դեպս դուք էլի ձեր դիրքում եք։ Ձեր դիրքում եք եւ ձեր դիրքը չեք կորցնում։ Ամենայն դեպս ֆինանսական նեղություն չի սա, գումարները կարող քիչ է գալիս։ Դա կախված է ինչ աշխատանք եք անում, որովհետև հուլիս, օգոստոս օրաբար մարդիկ գնում են հանգստանալու, ծախսում են դրսներում, այնտեղ որտեղ որ գնում են հանգստանալու եւ կարող է այնպիսի գործ եք անում, որ քիչ է գումարը գալիս այդ ամիսներին։ Տեսնենք հուլիսը։ Նայեք, նույնպես էլի այստեղ ինքը ռիցար է, մի հարկ ներքև, ոնց որ իրանց տղան է, չգիտեմ ոնց բացատրեմ, դե իրանց տղան է, կարելի այդպես ասել, ինքնա, պաժնա, ինքը հետա նոր թագավորը, և դե հայրեն դա ոնց է, չգիտեմ, խոսքով էլի լավ քարտ է, սա, ուղղակի ֆինանսական քարտ չի, բայց եւս էլի առաջխաղացման քարտն է,
Եվ եւս այդ քարտը էլի ցույց է տալիս, որ ձեր ֆինանսական վիճակը էլի փոխվում է դեպի լավը։ Ֆինանսական աճ, զարգացում, արագ որևէ մի բան տեղի կունենա, որևէ մի բան կփոխվի, ասպետն է սա, հա, այդպես է ընդհանրապես կոչվում, որ թարգմանեցի, որովհետև չգիտեի։ Դե ընդհանրապես ես քարտերի անունները եթե նկատում եք այդքան էլ չեմ հնչեցնում, որովհետև ինձ համար էությունը կապ չունի, հա, անունը քարտի կապ չունի, դա ինձ ոչինչ չի փոխում։ Եվ այդ ժամանակ եթե որևէ բիզնես հիմնեք, այն շատ արագ կաճի, շատ արագ։ Այն երեխան ընդհանրապես դա բիզնեսն է, դա փոքր ներդրումն է, որ կարող եք անել, փոքր քանակությամբ, հա, ինչ որ ներդրում կարող եք անել, նոր ձեռնարկություն, նոր որևէ մի գործունեություն է սա, եւ պետք է անպայման ուշադիր լինեք, որովհետեւ երեխան դա նաեւ ասում է, որ կարող է մարդը անփույթ լինել, հա, մի քիչ երեխայի նման մտածի, հա, անզգույշ լինի։ Ինչ որ հարցերում դրա համար պետք է ուղղակի ուշադիր լինեք։ Նաև սա նշանակում է չմտածված գնումներ, հա, կարող եք ուղղակի ինչ որ բաներ գնել, որոնք որ այդքան էլ անհրաժեշտ չեն եւ գումար ծախսեք։ Սա եւս դա ասում է, որ կարող է գումար գնալ, անկապ կարող է գնալ նաև։ Ոնց որ տեսնեք, ուզեք, ախ ուզում եմ, հա, ու գնեք այդպես, դե առողջները այդպես են։ Եվ պետք է անպայման, եթե ֆինանսական գրագիտություն եթե չունեք, լավ կլինի ուսումնասիրեք, լավ կլինի սովորեք, որ անիմաստ գումարներ ընդհանրապես ծախսեր, հա, այդպես այդպեսին չանեք։ Ոնց որ ասում են անկապ ծախսեր, հա, այդպես ծախսեր չանեք։ Դա նաև բիզնեսի հիմնումն է, նոր ինչ որ մի բանի, հա, փոքր ոչ մի բանի հիմնում է։ Պես որ կարող եք այդ ամիս հիմնել, բայց լավ մտածեք, հաշվարկեք ամեն ինչը, որտեղ այստեղ կարող է, հա, սրանով ուզենաք իմպուլսիվ անեք արագ, բայց սխալներ անեք, հա, անզգույշ քայլ անեք։ Բայց ֆինանսական խնդիրներ ես այստեղ եւս չեմ տեսնում։ Նայենք օգոստոսը։ Այստեղ մի փոքր արդեն ինչ որ մտադրություններ ունեք։ Այստեղ եթե իմպուլսիվ ծախսեր անեք, հա, բնականաբար այստեղ արդեն մտածում եք։ Այդ ամիս հնարավոր է մի փոքր դժվարություններ ունենաք ֆինանսական։ Միգուցե շատ եք ծախսել նախորդ ամիս եւ հաջորդ ամիս դժվարանում եք ինչ որ գումարներ ունենալ, գումարներ շատ ծախսել։ Նրանք դժվարություններ են, բարդք են կամ նաեւ ֆինանսները մի քիչ վերահսկողությունից դուրս է։ Կարող իրոք շատ եք ծախսել։ Դրա համար պետք է այստեղ հուլիսը դրա համար ասացի, անզգույշ կարող է լինել ձեր ծախսերը եւ օգոստոսը կարող է արդեն մնաք առանց գումարի։ Եվ այստեղ կարող է ձեզ նաև օգնել, որ եթե տղամարդ ինքը աջակցի ձեզ, ինչ որ հարցերով օգնի, ֆինանսապես աջակցի նաև ձեզ, միգուցե արդեն ոնց որ հույսներ դնեք ձեր ամուսնու վրա, որ ինքը ձեզ աջակցի։ Եթե աշխատանք եք փնտրում այդ ժամանակ կարող է այդ տղամարդը ձեզ օգնել այդ աշխատանքի փնտրելու հարցում, նաև կարող է գումարով օգնել, կարող է նաև ձեր տնօրենն է, ձեր ղեկավարն է։ Սա նաև տղամարդ է, որ բիզնես ունի։ Եվս եթե օրինակ դուք տղամարդ եք կամ թեկուզ կին եք եւ ունեք բիզնես, ապա այդ ժամանակահատվածում ձեր ֆինանսական վիճակը պետք է վերցնեք ձեր ձեռը եւ աչուձախ չծախսեք։ Հենց սկսված հուլիսից, որովհետև հուլիսին կարող շատ ծախսել, օգոստոսը արդեն նեղվել գումարից։ Գուցե ինչ որ մի բան է, ուզում եք ինչ որ մի տեղ ներդրում անեք կամ ինչ որ հնարավորություն է ստեղծվել, որ ինչ որ մի բան պետք է անեք, բայց դրա համար ոնց որ մարդը նայեք, այստեղ դնչին դրած, այստեղ ինչ որ իրեն նեղվում է, որ չգիտի ինչ անի, ինչպես վարվի, եւ կարող է հենց իրոք այս տղամարդն է գալիս ձեզ աջակցելու։ Գալիս է ձեզ օգնելու, տնօրենն է, ճիշտ ժամանակին գումարն է օրինակ տալիս եւ արդեն էլ չեք նեղվում գումարից։ Ինչ որ ֆինանսական վիճակը կկայունացնի այդ տղամարդը։ Կամ եթե նեղվում եք, եթե տղամարդ էլ չկա, ապա դա նշանակում է ուղղակի այդ ֆոնը տղամարդու նշանակում է, որ կայունություն է գալու ֆինանսական, պետք չի այդքան նեղվել։ Եվ տեսնենք սեպտեմբեր ամիսը եւս է լինեք թագավորի դերում եք այստեղ, բայց հաջորդիվ նաև ունեք խոչընդոտներ, որոնք որ պետք է լուծեք։ Միգուցե լուծում եք, դրա համար ձեզ ոնց որ ասում է թագավորի դերում եք զգում։
Գիտեք, այս դիրքը նաև ասում է, որ եթե խոչընդոտներ լինեն, դուք կկարողանաք ըստ այդ դիրքի, ըստ այդ մտածելակերպի, դուք կկարողանաք ճիշտ ելքը գտնեք, որովհետև ես շաբաթվա եւ ամենօրյա կանխատեսման մեջ եմ ասում, որ կա հնարավորություն ներքևով գնալով եւ ճիշտ ճանապարհը գտնելով, բայց մարդիկ կան, որ բարձրանում են վերևներ եւ այդպես են, խոչընդոտների միջով են անցնում, որ իրենց ինչ որ մի բան ունենան։ Դե համար սա ցույց է տալիս, որ այստեղ ձեր հմտության շնորհիվ դուք կկարողանաք այդ խոչընդոտները հաղթահարել։ Ճիշտ մտածելակերպով, ճիշտ արարքով, որից որ կկարողանաք այդ ելքը գտնել դժվարությունները լուծելու համար։ Միգուցե դեռ ինչ որ չափով շարունակվում է, օգոստոս, սեպտեմբեր, միգուցե ծախսերը շատ են, իրոք, եթե ովքեր որ դպրոցական երեխաներ ունեն, հնարավոր է ծախսերը շատ են, դե համար կարող եք հետո նեղվել բնականաբար օգոստոսը ծախսում եք, սեպտեմբերը եւս արդեն ինչ որ չափով, բայց այստեղ եւս դե դրա համար եթե այստեղ ուրիշ քարտ լիներ, արդեն խոչընդոտները շատ կլինեին եւ չկարողանայիք հաղթահարել։ Իսկ այս դիրքը, թագավորի դիրքը հենց դա է ասում, որ դուք կկարողանաք այդ խոչընդոտներից դուրս գալ, ֆինանսական դժվարություններից դուրս գալ, բարդքերից դուրս գալ, եթե ինչ-որ խնդիրներ կլինեն, խոչընդոտներ կլինեն, այդ ամեն ինչից դուրս գալ։ Նաեւ կարող է այստեղ գումար է հետաձգվում։ Ինչ որ մի բան է, գումար է, որը հետաձգվում է։ Կամ շատ ջանքեր պետք է գործադրեք այդ ամիս, որպեսզի գումարներ ունենաք, ֆինանսական վիճակը լավանա։ Նա ամենայն դեպս էլի եմ ասում, այստեղ թագավորը, եթե օրինակ սա լիներ, եթե սա լիներ ու սա, դա արդեն կնշանակեր, որ իրոք դուք դժվարանում եք ֆինանսապես այդ ամիս։ Տեսնենք, հոկտեմբեր ամիսը լավ բան է, օծի հետ պետք է անպայման գա, այդպես է բնականաբար։ Ֆինանսական քարտն է սա, ֆինանսները նշանակում, հենց գումարային քարտն է, որը նշանակում է լավ աճ, եկամուտներ, էլի ինչպես միշտ, բնականաբար լավ քարտ է դա, ֆինանսական քարտն է։ Առատություն է սա, հարստություն է սա նշանակում։ Ֆինանսապես անկախ լինելը նշանակում եւ հենց կամ ձեր իմաստության շնորհիվ է դա կամ նախանձներ եք հավաքելու ձեր շրջապատում։ Ինչ որ մարդիկ կապը փորձել են ձեզ, ինչ որ այդպես լպրծունի նման գալ, կսմսվել եւ այլն։ Նաև սա նպատակներին ձեր կհասնեք, ինչ որ ունեք, ոնց որ ինչ դիրք եք ուզում հասնեք, ապա հոկտեմբերին կհասնեք։ Նաև սա բարեկեցություն է նշանակում։ Իսկ օծը արդեն բնականաբար բոլորս է գիտենք, եթե մարդը իմաստուն կերպով է հասնում դրան, դա մեկ այլ հարց է։ Պետք է ավելի իմաստուն լինեք, որպեսզի կարողանաք հասնել բարեկեցության, մեծ հարստության։ Իսկ եթե ոչ, ապա սա նշանակում է ուղղակի, որ դուք ձեր վիճակը լավացել է եւ օծերը ուղղակի շատացել են։ Շատացել են, նախանձում են ձեզ, օծություն են ուզում անել ձեր նկատմամբ կամ այդպես օծավարի վերաբերվում են ձեզ, դրա համար եթե ինչ-որ մի բանը ձեզ մոտ կլավանա այդ ամիս, ապա ցույց մի տվեք, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Նախանձությունը դա եւս համարվում է, ինչպես որ ասում են, անեծքի պես մի բան, 1-2 բառեր են ասում եւ դա արդեն լինում է անեծք։ Տեսնենք նոյեմբերը։ Նոյեմբերը եւս էլի հիանալի ամիս է։ Նայեք ձեր դիրքում եք կանգնած, այստեղ գայլերը ձեր ոտքերի տակ են եւ ոնց որ կարողացել եք բոլորին հմտացնել, միգուցե այստեղ բիզնեսի տեր եք, կանգնած եք, աշխատողներ ունեք եւ նաեւ ենթականեր ունեք այստեղ արդեն։ Ինչ որ չափով նաեւ ձեր թշնամիներ չասեմ, հակառակորդներին կարողացել եք հաղթահարել եւ անցել եք արդեն այստեղ մեծ դիրքի, բարձր դիրքի, բարձ երևում է քարտից, նաեւ որ մարդը վերցրել է ձեռը եւ կանգնած է արդեն ամեն ինչին հասել է։ Նաեւ սա նշանակում է պայքար ձեր դիրքին մնալու համար, ձեր դիրքին, այդ դիրքին հասնելու համար, ոնց որ մարդը համառության շնորհիվ է գնում հասնում այդ դիրքին, նաեւ պետք է պաշտպանեք նաեւ ձեր կարծիքները, կարող է նաեւ անհրաժեշտ լինի պաշտպանել ձեր կարծիքները, հնարավոր բոլոր խոչընդոտներից, որպեսզի գնաք հաղթեք ամեն ինչին։ Ինչ որ անհրաժեշտություն կլինի, որպեսզի
նաև պայքարել հակառակորդների դեմ։ Միգուցե եթե ինչ-որ գործունեություն եք անում, բիզնես եք բացում, տորթ եք թխում, կարող է ձեր հարևանն էլ է որոշում տորթ թխել եւ մեկ մուտքում ունեք երկու տորթ թխողա, պետք է ոնց որ պայքարեք, որ դուք լինեք ամենագլխավորը, կարող է դրա կարիքը լինի։ Նաև սա նշանակում է, որ կարող է զբաղվեք ոչ պաշտոնական եկամուտով, հա չգրանցեք ձեր եկամուտը, նաև կարող է ծրարի մեջ գումար եք ստանում կամ ոչ է թուղթի մեջ գումար է նշված, նպաստ կարող է լինել, հավելավճար կարող է լինել, սուբսիդիաներ կարող են լինել, եկամուտները կախված են միայն ձեզանից, եթե դուք չաշխատեք եկամուտ բնականաբար չեք ունենա։ Նաև սա կարող է լինել առցանց կեսդրույքով աշխատանք, նա կարող է կողքից ինչ-որ մի գործողություններ եք անում, ժամանակավոր աշխատանք նաև կարող եք ունենալ, կարող է նոր տարվա դիմաց, ինչ-որ անհրաժեշտ լինի մտնեք։ Նաև սա ինչ-որ մի գործունեության սկիզբ է, կարող է ինչ-որ մի գործեր եք անում։ Նաև դա հաշիվ ապրանքագրեր են, որոնք ովքեր որ բիզնես ունեն, գիտեն, որ պարտադիր պետք է տարվա վերջ փակել այդ հաշիվը, հա, երկար-բարակ լուծումներ են, միգուցե հաշվապահ եք, այդպես եք աշխատում։ Նաև գործարքային փաստաթղթեր են, սա ապացույցներ են, պայմանագրեր կարող են լինել, այդտեղ ֆինանսական ինչ-որ բաներ լրացնեք եւ այլն, հարկային հաշվետվություն, նաև ոնց որ թղթեր եւ թղթեր, ինչ-որ թղթաբանություն ֆինանսական, միտեղ լրացնեք, միտեղ գա, միտեղ դուք ուղարկեք, գնաք գումար ստանաք, օրինակ, ինչ-որ մեջը գումար նշած լինի ստանաք։ Եվ իհարկե մինչև դեկտեմբեր անցնելը ամփոփենք այստեղ հիանալի տարի է ձեզ համար ֆինանսական առումով, ընդհանրապես սա եք նեղվում, որ չեք էլ նեղվի, սա եք նեղվում, որ կարող եք ճիշտ կերպով այն լուծել, մնացած նեղվածություն ես չեմ տեսնում ձեզ մոտ։ Պետք է դուք պահպանեք։ Հենց սա է, այստեղից սկսված է, որ կանեք, կստանաք։ Կնստեք բազմոցին, այս ամբողջ քարտերը անիմաստ են։ Նամար դուք պետք է անեք, որպեսզի այն ինչ որ ասացի, ձեզ համար շատ լավ լինի, հասնեք դրան։ Այս մեջտեղի քարտը եւս դա էր խոսում, որ եւ շատ քարտեր են, որոնք որ թակավոր, թագուհի եւ շատ կարեւոր բարձր քարտեր են։ Երկու քարտ ունեք, որը որ կոչվում են ամենաբարձր արկանները, հա, քարտերի մեջ։ Եվ դրանք շատ կարևոր են ձեզ համար։ 3 քարտ ունեք, ամենակարևոր, բարձր։ Պլյուս մնացածը եւս, հա, տուզեր, թակավորներ, թագուհիներ, իրանց տղան, իրանց թոռը։ Մի խոսքով ընտանիքով հավաքվել են իրանք, Անգլիանա։ Եվ տեսնենք լավ դեկտեմբերը ինչ է սպասվում։ Ամենակարևորը դեկտեմբերն է։ Մի վախեցեք այս քարտից, որովհետև այս քարտը ընդհանրապես ինչ որ մի բան, հա, ինքը մեծ արկան է, ինքը ինչ որ մի բան ոնց որ ասում է քանդում եւ հավաքում է։ Ուրեմն սա նշանակում է հանկարծակի փոփոխություն, որը տեղի կունենա ձեր կյանքում, հնարավոր է նաև մի փոքր դժվարություններ են, բայց պետք է հասկանալ, որ դժվարությունից հետո ինքը ինչքան էլ որ քանդվում է, ինչքան էլ որ գնում է, դա ուրեմն ձերը չէր, պետք է դա հասկանաք եւ նորը կառուցեք։ Նոր որոցե մի բան։ Միգուցե սա այն քարտն է, որը գնում է տեղը բացելով նորը։ Եվ ինչքան էլ ինքը բլվի, միևնույն է ինքը արմատները մնացած են եւ դուք կարող եք այդ հիմքի վրա նորից ստեղծել ձերը ավելի ճիշտ է։ Միգուցե այնպես կայուն չէր, այնպես լավ վիճակում չէր, դրա համար էլ ինքը պետք է քանդվել, որովհետեւ անհնարին էր այդպես ծուռա, ոնց որ առանց հիմքի կամ առանց արմատուրեքի շենք կառուցել, բնականաբար մի օր պետք է քանդվի։ Դե համար եթե դուք ամբողջ տարվա ընթացքում ամեն ինչը ճիշտ անեք, ապա կպահպանեք դա եւ չեք թույլ տա, որ այն քանդվի։ Ձեզանից էլ եւս շատ բան է կախված։ Նաև սա հա անսպասելի ֆինանսական ոչխնդիրներ են, հնարավոր կորուստներ են, նախագծեր մի սկսեք այդ ամսին, նոր բաներ մի սկսեք այդ ամսին, եթե ինչ որ մի բանը պետք է գնա, ապա թող գնա, հետո նոր սկսեք։
մի ինչ որ քանդածի վրա կամ տեսնում եք, որ ինքը այդքան էլ լավը չի, նորից ներդրում, մարդիկ կան, որ տեսնում են, որ այդ բիզնեսը չի աշխատում, մեկ այլի ինչ որ բաներ են անում, գումարներ անիմաստ ծախսում են, մեկ է հոպ փոխվեց ինչ որ մի բան եւ այլևս չի կարողանում նա անի, որովհետեւ խնդիրներ ստեղծվեց։ Դրա համար թող այն ինչ որ պետք է գնա, հետո նոր վրան ինչ որ մի բան կառուցեք։ Եվ իհարկե պետք է սովորեք հարմարվել նոր պայմաններին նաև այդ վերակառուցմանը։ Իդեպ ուզում եմ նշել, որ դա կարող է լինել նաև խաբեություն։ Նա կողքը խաբեություն ունենք, պետք չի այդ ամիս ոչ ոքին հավատալ։ Միգուցե հենց իրեն շնորհիվ է, որ ամեն ինչ այդպես դժվարություններ է ստեղծվում ձեզ համար։ Ոչ ոքին այդ ամիս մի վստահեք, ոչ ոքին գումար մի տվեք, դրսում այնքան սև ամպերը, որ արդեն մռայլվեց, ես էլ արդեն ավարտեմ բնականաբար, այնպես որ այդ ամիս ոչ ոքին ոչինչ մի վստահեք, ոչ ոքի ասածը, ոչ գումար տվեք, ոչ մի բան, ոչ սա ներդիր, ոչ սա, եւ կարող եք ներդնել եւ այտենց բախում ունենալ։ Ձեզանից է կախված, ես զգուշացնում եմ, որ աղվեսի հետ խաղ մի արեք, ոչինչ մի սկսեք, ոչինչ մի արեք։ Իրենց ուղղակի կամ պետք է դուք ինքներդ լինեք ավելի շուստրի, ավելի խորամանկ եւ կարողանաք այդ հարցին լուծում տալ, այն ինչը որ խնդիրներ է առաջացնում։ Ֆինանսական այդ խնդիրները, որոնք որ կարող են նաեւ իրենք համարվել նաեւ բնականաբար կորուստներ։ Այնպես սա նաեւ ինչ որ դժվար ժամանակներ են։ Բայց պետք չի հիմնվել, որովհետև միշտ չի որ կայծակը խփում է, եթե դուք օրինակ չեք վստահում ինչ որ մեկին, եթե դուք ոչ մի սխալ բան չեք անում, բնականաբար ոչ մի սխալ բան տեղի չի կարող ունենալ։ Կարող է նաև լինել հանկարծակի մեծ ծախսեր, գումար պետք է անսպասելի դուրս տաք, ծախսեք, դա է նաև նշանակում։ Այն որ ասում եմ միևնույնն է, ինչը գնա, տեղը հաստատ ուրիշ բան է գալու, այնպես որ մի անհանգստացեք, ոչ մի խնդիր այստեղ չի կարող լինել, եթե դուք չվստահեք ոչ ոքին այդ աղվեսին, եւ եթե խորամանկ լինեք, ամեն հարց կկարողանաք լուծել այդ ամսվա ընթացքում։ Այսքանը սիրելիներս ձեզ համար ամենայն դեպս հիանալի տարի էր, բնական է բոլորս էլ ունենում ենք ճգնաժամեր եւ պետք չի նեղվել, որովհետեւ ճգնաժամից երբ որ գալիս է, դա ձեզ պետք է ուժ տա, որ կարողանաք դուք ձեր կյանքը հետագայում ավելի լավը դասավորել, ավելի լավը սարքել, այնպես որ բացարձակապես մի նեղվեք ոչ մի խնդրից, ոչ մի ինչ որ տեսակի խնդրից, որոնք որ կլինեն ձեր կյանքում։ Ամենայն դեպս ամբողջ 9 ամիսը, 10 ամիսը կարելի այդպես ասել հիանալի էր, այնտեղ 1-2 ամիս էր որ նեղվում եք, դա էլ արդեն նորմալ է, ինձ թվում է նորմալ է նման բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ մաղթում եմ ամենալավագույն 2026 թիվը, թող որ լինի ֆինանսապես ամենակայունը ձեզ համար, ստեղծեք ձերը, ապրեք ավելի լավ ձևով։ Այսքանը, լավ եղեք։